Շարունակում ենք ուրիշ նորությունները եւ ժամանակն է ներկայացնում մեր հյուրին Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող ինստիտուտի տնօրենի խորհրդական Երկրաբանական գիտությունների թեկնածու Սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանն է մեր հյուրը Բարև ձեզ մենք վաղուց էինք փնտրում հանդիպում ձեր որակի մասնագետի հետ եւ շատ հարցեր ունենք, հա, կապված սեյսմոլոգիայի հետ, առավելևս որ ինչպես տեսնում ենք վերջին ժամանակներում հաճախ են այստեղ թե այնտեղ երկրի մոլորակի վրա գրանցվում երկրաշարժեր, այդ թվում նաեւ բավականին բարձր բալայնությամբ։ Առաջին հարցը, գիտեք, խառնաշփոթ է առաջանում, երբ կարդում եք նյութերը, մի տեղ մագնիտուդով են նշում, հետո բալերով են նշում, կօգնեք մեզ կողմնորոշվել, հա, ինչն է տարբերությունը եւ Սիրով մագնիտուդը չափվում է ըստ Ռիխտերի սանդղակի եւ բնորոշում է երկրաշարժի ուժը օջախում։ Դա օբյեկտիվ ֆիզիկական երևույթ է։ Իսկ ազդեցությունը երկրաշարժի երկրի մակերևույթի վրա բնորոշում է մեկ այլ սանդղակով MSK 64 սանդղակով, որով բնորոշում է ուժգնությունը։ Դա բալերով կամ ինտենսիվությունը։ Տեսեք, եթե նույն խորության վրա նույն ուժի երկրաշարժը լինում մեծ քաղաքի տակ, մի ազդեցություն կարող է ունենա։ Եթե նույն երկրաշարժը, նույն ուժը, նույն խորության լինում է, ասենք, Արագած լեռան տակ, օջախը գտնվում է կամ Հիմալայներում, կարող է ոչ մի ազդեցություններ չունենա։ Որտեղ զանգվածը չեզոքացնում է, հա։ Որտեղ ուղղակի բնակավայրեր չկան, մարդիկ չեն ապրում, նավթատարներ չկան, գազատարներ չկան, ինֆրակառուցվածք չկա։ Դրա համար մենք որպես սեյսմոլոգներ իհարկե մշակումները կատարում ենք ըստ Ռիխտերի սանդղակի, բայց բնակչության համար ավելի հետաքրքիր է MSK 64 սանդղակով ուժգնությունը, ինչ վնաս է հասցրել։ Մոտավորապես կարող եմ ասել, որ 1.5 գործակիցն է աշխատում։ Ասենք սպիտակի երկրաշարժի ուժը ըստ Ռիխտերի սանդղակի եղել է 7.0, իսկ ուժգնությունը սպիտակում Նալբանդ գյուղի մոտ ներկայիս Շիրակամուտ, այսինքն էպիկենտրոնային գոտում եղել է 10 բալ։ Տենց կոպիտ առաջին ճշտությամբ կարելի է ասենք 1.5 գործակիցը կիրառել, բայց դա բոլոր տեղերում չի աշխատում։ Օրինակ 1966 թվականին Չիլիում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում տակը, հենց անմիջապես տակը տեղի ունեցավ երկրաշարժ, օջախը անմիջապես քաղաքի տակն էր։ 5.0 մագնիտուդի ըստ Ռիխտերի սանդղակի եւ փլուզվեց ամբողջ կենտրոնը։ Բայց նույն 5.0 մագնիտուդի երկրաշարժ լինում է, ենթադրենք Արագած լեռան փեշերին կամ Մասի Սարի փեշերին, սեյսմիկ կայանները իհարկե գրանցում են, բայց ոչ ոք չի տուժում, որտեղ այնտեղ առանձնապես մարդ էլ չի ապրում։ Հաճախ լսում ենք սեյսմիկ ակտիվության մասին Ճապոնիայում, ճապոնական այդ արշիպելագում, հա, կղզիներում։ Նրանք կարծես ուրիշ համակարգ են օգտագործում, գիտեք, չափման, այդ երկրաշարժերի գրանցման, որը որ երևի հասկանալի է միայն այնտեղ աշխատող մասնագետներին, բայց հարցս ուրիշ է։ Ներկայումս սեյսմոլոգիան, որքան երևի գիտությունը կա, այդքան մարդիկ դեռ հնագույն ժամանակներից փորձել են, չէ, կանխատեսել կամ կանխազգալ կամ ժամանակ շահել նախազգուշացնելու բնակչությանը երկրաշարժի գալու մասին կամ երևույթին նախապատրաստվելու համար գոնե մի քիչ ժամանակ շահեն։ Հին ժամանակներում հիշում եք, այսպես կոնստրուկցիա են օգտագործում մետաղական գնդակներով, որը որ այսպես գորտի բերանում էր ամրացված։ Տատանումներից դրանք վայր են ընկնում, ձայն էին անում, իմանում էին, որ երկրաշարժ է։ Հետո կենդանիներն են շատ օգնում, ձկները, կատուները եւ թռչունները, օրինակ, մի տեսակ
զգացողություն ունեն, ինչ որ զգայարաններով բնության կողմից օժտված նրանք զգում են երկրաշարժի գալուստը։ Թե միգուցե դա միֆ է, կօգնեք մեզ կողմնորոշվել ժամանակակից սեյսմոլոգիան։ Գոնե ինչ որ մի կարճ ժամանակ առաջ, որ անհրաժեշտ է տարհանելու համար, բնակչությանը նախապատրաստելու եւ այլն, ունի այդ ունակությունը կամ ձերքի տակ այդ զինանոցում, գիտական ունի այդ հնարավորությունների ցանկը այդպեսին, խնդրեմ մեզ մի քիչ պատմեք ուր է հասել սեյսմոլոգիան մեր ժամանակներում։ Նախ ձեր թույլտվությամբ ես մի փոքր ձեզ ուղղեմ, Ճապոնիայում յուրահատուկ մեթոդներ, ձևեր, սարքեր չկան սեյսմոլոգիայում։ Նույն սեյսմիկ կայաններն են, որոնք լավագույնը համարվում են գերմանականները, անգլիականները, ֆրանսիականները եւ Միացյալ Նահանգները։ Եվ ամբողջ աշխարհի առաջատար սեյսմիկ կայանները, սեյսմիկ ծառայությունները օգտագործում են այդ երկրների սեյսմիկ կայանները։ Հասկանալի։ Եվ սեյսմոգրամները մշակում են նույն Ռիխտերի սանդղակի համաձայն, դա Կարլ Ռիխտերն է գերմանացի, որը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, Լոս Անջելեսում Բերկլի համալսարանի պրոֆեսոր է եղել եւ դարել է Չարլզ Ռիխտերը, բայց դա նույն մարդն է եւ նրա ավանդը շատ մեծ է սեյսմոլոգիան։ Հիմա գանք ձեր հիմնական հարցին։ Առաջին սեյսմիկ կայանը, եթե կարելի է դա անվանել, ձեր ասած գործերն են, որոնք ստեղծված են Չինաստանում։ 19-րդ դարի վերջերին ռուս ինժեներ զինվորական Գալիցինը ստեղծեց մեկ այլ սարք, որը նա անվանեց սեյսմոմետր, բայց իսկական տենց ասենք թվային լուրջ սարքերը իհարկե ստեղծվեցին ավելի ուշ, նախ եւ առաջ այդ երկրներում, որ ես ասեցի։ Հիմի կանխատեսման մասին 1975 թվականին Չինաստանի Հայչենգ քաղաքում տեղի ունեցավ շատ ուժեղ երկրաշարժ, 7.6 մագնիտուդ, դա ավելի ուժեղական սպիտակ երկրաշարժը, չինացի սեյսմոլոգները կարողացան կանխատեսել, բնակչությանը հայտնեցին, որ բոլորը պետք է հավաքվեն քաղաքային մարզադաշտում եւ ցուցադրելու են ֆիլմեր փաստագրական Մաո Ձեդունի կյանքի մասին։ Ժողովուրդը հավաքվեց, որպեսզի խուճապ չտարածվի, չեն ասել բուն պատճառը։ Իհարկե, գնացել են Մաո Ձեդունի կյանքի նվիրված այդ ֆիլմը դիտել են, եղել է երկրաշարժ ու շատ քիչ զոհեր են եղել։ Բայց ինչ եղանակով են կանխատեսել։ Մարզադաշտում զգացվել է։ Մարզադաշտում զգացվել է։ Մարզադաշտը շենք չի ցավոտան։ Չէ, զգացվել է, բայց ամեներկում զգացվել է, բայց մարզադաշտը շենք չի, բաց տարածք։ Կարույց չկա, որը, այսինքն վտանգ փլուզման ինչ որ մի բանի հասկանալի է։ Չէ, նման վտանգ չի եղել։ Հա, ինչ եղանակով։ Կենդանիների անոմալ վարքով։ Բնակչությունը հայտնել է սեյսմոլոգներին, որ իրենց կենդանիները անոմալ վարք են ցուցադրում, ասենք ժողովրդական լեզվով ասած շունը տիրոջը չի ճանաչում, չի լսում։ Կամ օձերը դուրս են եկել բներից, երբ որ այդ սեզոնին չպետք է, կամ մյուսները այդ տվյալները հավաքել են սեյսմոլոգները եւ հիմնականում դրանց հիման վրա կանխատեսել են։ Չինացի սեյսմոլոգիա դա չի աշխատում հիմա։ Ասեմ, դա պաշտոնապես առաջին հստակ կանխատեսումն է, ցավոք սրտի եւ միակ, որը ընդունվում է ամբողջ աշխարհի կողմից։ Հաջորդ տարի 1976 թվականին նույն Չինաստանում գրանցվեց Տանշանի երկրաշարժը, մոտավորապես նույն ուժի։ Եվ զոհվեց ըստ պաշտոնական տվյալների 200,000 մարդ։ Սարսափելի թիվ է։ Նույն վարքը դրսևորել են կենդանիները կամ մոտ վարք հայտնել են սեյսմոլոգներին, բայց սրանք ռիսկ չեն արել հայտնել
երկրաշարժի մասին, մտածել են լավ, անցյալ տարի եղավ, ասեցինք, այս տարի այտենց հաճախ դժվար թե լինի, մի խոսքով ռիսկ չեն արել հայտնեն եւ եղել է երկրաշարժ, որը փաստորեն նույն մարդիկ նույն երկրում չեն կարողացել կանխատեսել։ Պարոն Պետրոսյան, այդ խոճապի թեման եմ ուզում շարունակենք, եթե ես սխալվեմ եւ դուք ինձ ուղղեք, ես միայն ուրախ կլինեմ։ Ես չեմ հիշում դեպք, որ նախազգուշացում լինի Հայաստանում, որ սպասում է երկրաշարժ, գուցե հենց խոճապից խուսափելու համար։ Հիմնականում լինում են ցնցումներ, մարդիկ ինքնաբերաբար դուրս են գալիս բաց տարածքներ, անվտանգ տարածքներ եւ սպասում են, որովհետեւ հետ ցնցումներ են լինում եւ այլն։ Իսկապես եղել է, որ պատմության մեջ զգուշացնեն, մարդիկ նախորոք իմանան եւ նախապատրաստվեն երկրաշարժին։ Հայաստանի պատմության մեջ ցավոք սրտի չի եղել։ Վերջին ուժեղ երկրաշարժը, որը եղել է Հայաստանի Հանրապետության տարածքում, դա հայտնի Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժն է։ Երկրաշարժից հետո հայտնվեցին մարդիկ, մասնագետներ, այդ թվում ովքեր ասեցին, որ ես ասել էի, ես կանխատեսել էի, ես գիտեի, ոչ ասել էին, ոչ կանխատեսել էին, ոչ չգիտեն։ Երկրաշարժի կանխատեսում նշանակում է գրավոր, գրում ես տեղը, ուժը, ժամանակը եւ հավանականությունը ու դնում ես վարչապետի սեղանին։ Դա է կանխատեսումը։ Իսկ կենթանիների գործը Մնացած բոլոր խոսակցությունները դրանք գիտական PR-ներ են։ Ես որպես մասնագետ եւ իմ տեխնացուական ատենախոսությունը եւ դոկտորական գրել եմ երկրաշարժերի կանխատեսման թեմայով։ Իզանից շատ Հայաստանում դրանով ոչ ոք չի զբաղվել։ Իսկ որևիցե փորձ արվել է, օրինակ կենթանիների այդ զգայարանը մշակեն, հասկանան, գիտական հարթակի վրա դնել։ Իհարկե արվել է, ոչ միայն փորձ, այլև արվել է, բայց գիտեք ոնց, եթե դու ուզում ես կանխատեսել երկրաշարժ, դու անպայման պետք է ունենաս նախանշաններ։ Իսկ եթե դու ունես նախանշաններ, դա դեռ չի նշանակում, որ դու կկարողանաս կանխատեսել երկրաշարժը, սա է խնդիրը։ Բացի դրանից գոյություն ունի հավանականություն։ Եթե դու ասում ես կառավարությանը, թեկուզ պաշտոնապես, որ այսինչ օր, այսինչ տեղը, այսինչ ժամին լինել է ուժեղ երկրաշարժ, իրանք հարցնում են, ձեր գնահատման ճշտությունը, հավանականությունը ինչքան է, դու ասում ես դե մի 15-20%, ինքը ասում է, գիտեք ինչ, այդ 15-20%-ը հիմք չի, որ ես կանգնացնեմ ատոմակայանի աշխատանքը, քիմիական կոմբինատը, մարդկանց ձմեռ ժամանակ տարհանեմ, իսկ եթե դու ասում ես, գիտեք ինչ, 75-80 եւ ավելի տոկոսը, այստեղ արդեն պատասխանատվություն ընկնում է կառավարության վրա։ Ես ձեզ ասեմ, որ Հայաստանում կա բավականին լայն զարգացած դիտացանց, այդ թվում եւ կենթանիներ, ձկներ, ակվարիումային ձկներ, եւ կան ուսումնասիրություններ, հետազոտություններ, այդ թվում իմ կողմից արված, բայց ես պետքա ձեզ անկեղծ ասեմ, որ այսօրվա դրությամբ չկա ընդհանուր մի բանաձև, մի մեթոդիկա, որով կարելի է կանխատեսել ցանկացած ուժեղ երկրաշարժ։ Նման բան դեռևս չկա, մենք ճանապարհին ենք, բայց եթե ես ասեմ, որ կարող ենք, դա կլինի սուտ։ Պարոն Պետրոսյան, դեռ տարուկես առաջ բոլորիս մոտ էլ դեռ վառ է հարևան Թուրքիայում տեղի ունեցած այդ ավերիչ երկրաշարժը, մոտ 1.5 տարի առաջ Թուրքիայի առաջատար մասնագետ սեյսմոլոգ Նաջի Գերյուրը կանխատեսեց ուժեղ երկրաշարժ Մարմարե ծովում եւ ասաց, որ վտանգված է Ստամբուլի մոտ 4 միլիոն բնակիչ։ Անցավ այդ ժամանակը, բարեբախտաբար երկրաշարժը տեղի չունեցավ եւ շատ համառորեն էր նա պնդում, որ դա մեր բոլոր ցուցումներով, ստուգումներով պիտի տեղի ունենա եւ բնակչության շրջանում Թուրքիայի շատ լուրջ խոճապ էր տիրում։ Սա այն վառ դեպքերից է, երբ մասնագետը այն էլ առաջատար կանխատեսում է անում, դե արդեն հիմնվելով նախանշանները դե կային, երկրաշարժը եղավ, մենք բոլորս էլ տեսանք ինչ ավերվածություններ եղավ, զոհերի թիվը եւ այլն։ Կարող եք ինձ ասել,
նմանատիպ կանխատեսումները այդ կարգի մասնագետի կողմից, որ կարող է լուրջ ընդունվում իշխանությունների կողմից, այդ այս հանգամանքի մասին կուզենայի մի քիչ խոսեինք, էլի, եթե կարելի է։ Նոր ես մի քիչ առաջ ասեցի հավանականության մասին, որ իշխանությունը պետք է զգա, որ ձեր ուսումնասիրությունը լուրջ է եւ հավանականության աստիճանը բարձր է։ Այդ դեպքում եթե ինքը որևէ գործողություն չանի, մեղք ընկնում է իր վրա։ Տեսեք, կարճաժամկետ կանխատեսում կա ու երկարաժամկետ։ Հայաստանում մենք հաջողությամբ կատարել ենք երկարաժամկետ կանխատեսման խնդիրը, այսինքն ստեղծել ենք այդ թվում եւ իմ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզ, այսինքն մենք գիտենք այն գոտիները, որոնք առավել սեյսմոակտիվ են, որոնց սեյսմիկ պոտենցիալը ամենաբարձրն է, այսինքն որոնց կարող են հարել առավել ուժեղ երկրաշարժերը։ Դա Փամբակ Սևանսյունի խզվածքն է, Գառնի խզվածքն է, Խոստուպի խզվածքն է, Ախուրյանի եւ այլը։ Մի քանի խզվածք կա։ Այսինքն մենք գիտենք ապագա ուժեղ երկրաշարժի տեղը, գոտիները եւ ուժը, ամեն գոտու պոտենցիալը մենք գիտենք։ Մնում է երրորդ պարամետրը ժամանակը։ Հենց որ ժամանակը մտնում է մեր խոսակցության մեջ, կանխատեսումը դառնում է կարճաժամկետ։ Կարճաժամկետ եղավ։ Հա, նենց որ եթե խոսում ենք կանխատեսման մասին, շինարարների համար մենք երկրաֆիզիկոսներս, երկրաբաններս, մի խումբ մասնագետներ կազմել ենք քարտեզ, տվել ենք շինարարներին 2020 թվականին Հայաստանի Հանրապետության սեյսմական շինարարության նորմերը թարմացվել են շինարարների կողմից ակադեմիկոս Խաչյանի ղեկավարությամբ Էդուարդ Եֆրեմովիչի ասված իրան 120 տարվա կյանք տա առնվազն, որտեղ ինքը 90-ամյակ արդեն նշել է եւ հիմա կա եւ աշխատում է այդ թվում եւ մեր ինստիտուտում եւ փոփոխված թարմացված նորմաների հավելվածում մեր կառուցած քարտեզն է, հավելվածում քարտեզների հիման վրա Հայաստանի բոլոր բնակավայրերի սեյսմիկ պոտենցիալը։ Այսինքն, եթե ճարտարապետը ուզում է շենք կառուցի Սպիտակում, Աբարանում, Գյուլաքարակում, Կապանում, ինքը բացում է նորման, գտնում է Կապան քաղաքը կամ համայնքը հիմա, այնտեղ գրված է. այսքան ժ մինիմում դու պետք է հաշվարկես շենքը կառուցել ես։ Մի հատ թիվ է։ Որևէ բարդություն չկա։ Քարտեզը մենք տարիների ընթացքում ենք կառուցել։ Բերել ենք, հասցել ենք մի թվին։ Այս այա սեյսմական շինարարության հիմքը մեր ազգային նորմաներն են։ Ես տեսանյութեր եմ դիտել, հա, երբ շենքը շահագործման հանձնելուց առաջ սեյսմիկական թեստ են անցկացնում ստուգում, տանիքի վրա տեղադրում են սարք, որը որ վիբրացիաներ է առաջացնում։ Հայաստանում նման փորձ կա, անում են այդպիսի բան, հա։ Մենք ունենք բավական զարգացած գիտություն եւ պրակտիկա սեյսմական շինարարության հարցում։ Այն ինչ որ դուք եք ասում, կոչվում է վերին ճկուն հարկ։ Այսինքն շենքի վրա կառուցում է մի հարկ, որը որ եթե երկրաշարժի ժամանակ շենքը այս ձև է տատանվում, ինքը հակառակ ուղղությամբ է տատանվում, այս կողմը տատանվում եւ մի բալ թուլացնում է ազդեցությունը։ Նման շենք ունենք Վանաձորում օրինակ, նման շենք կառուցեցինք Շուշիի հյուրանոցի վերևի հարկի վերևը եւ ելի մի քանի տեղ նման շենքի ունենք։ Բացի դրանից կան հատուկ բարձիկներ մետաղառետինական կամ ռետինամետաղական, որոնք տեղադրվում են շենքի բուն շենքի եւ հիմքի արանքում առանց տարհանելու մարդկանց եւ այդ վերին ճկուն հարկը դինամիկ մարիչը մեր լեզվով ասած դա էլ է կառուցում առանց տարհանելու ռետինամետաղական բարձիկներն են տեղադրվում, կտրվում է համապատասխան ձևով, տեղադրվում են եւ դա էլ մեկ բալ թուլացնում է շենքի ուժգնությունը։ Այսինքն շենքը ոչ թե չոր կառուցվածք է, այլ
ճկուն կառուցված կա։ Մենք Ճապոնիայից խոսեցինք, Ճապոնիայում շենքերը որպես կանոն չեն փլուզվում, տատանվում են, իջնում են, բարձանում են, այնտեղ մարդիկ ոչ թե փախչում են սենյակներից երկրաշարժի ժամանակ, այլ իրանց այդ համակարգիչներն են ոչ գնեն կոտրվեն, այնքան վստահ են իրանց սեփական առողջությունը։ Ես եմ շատ տպավորիչ է դա, խոճապ չկա, մարդիկ արդեն այնքան սովորական է դարձել այդ ցնցումները, որ Եվ Ճապոնիայում տարեկան մեկ սպիտակի երկրաշարժ է լինում, միջին հաշվով։ Պարոն Պետրոսյան, Մեկ սպիտակ ամեն տարի լինում է Ճապոնիայում։ բայց դա ավերածություններ չկան, որովհետեւ շինարարական նորմերը Կան կամ շատ քիչ չեն են։ գողանում, Հա, լավ են կառուցում, չեն գողանում, կարգապահեն, սիրում են իրանց հայրենիքը, այս բոլորը գալիս է նրանից հայրենիքը, սիրում ես թե ոչ։ Պարոն Պետրոսյան, այնպեսի կարծիք կա, որ փոքր երկրաշարժները կանխում են մեծի հավանականությունը։ Որքանով այդ տեսությունը իրական է եւ գիտական հիմք ունի։ Իրական է եւ գիտական հիմք ունի, որովհետեւ երկրակեղևում կամ երկրի ներքում կուտակված էներգիան, սիսմիկ էներգիան, աստիճանաբար լիցքաթափվում է, թեկուզ փոքր չափով, քիչ, բայց այնուամենայնիվ լիցքաթափվում է։ Ժողովրդի լեզվով փուքսը թողում է, այսպես Հա, ասած։ եւ ինչքան շատ լիցքաթափվի, ինչքան շատ լինեն փոքր սեյսմիկ ցնցումները, այնքան ավելի մեծ է էներգիան, քչանում է, պարպվում է։ Ես ձեզ ասեմ մի բան, բայց չզարմանաք ու չվախենաք։ Ամենաուժեղ երկրաշարժի ժամանակ ամենաուժեղ անջատվում է երկրի ներքում կուտակված էներգիայի մոտավորապես 1%-ը։ Ընդհանրապես։ Պատկերացեք թեյնիկը, որ ջուրը եռում է, այդ կափարիչը տնկտնգում է, այնտեղ էլ մի փոքր անց կա, որից այդ ավելորդը դուրս է գալի։ Այդ ավելորդի մասին է խոսքը։ Մնացած էներգիան ասենց երկրի ներքում եռում է, եփում է, այնտեղ բարձր ջերմաստիճաններ են, բարձր ճնշումներ են, դրանով է բնորոշում երկրի ներքը։ Եվ հենց դրա շնորհիվ է, որ երկրագունդը գոյություն ունի։ Իսկ օրինաչափ է, որ հետ ցնցումները միշտ ավելի փոքր բալերով են լինում, թե լինում է, որ հակառակը աճում է։ Գիտեք ինչ, դա լուրջ խնդիր է, սովորաբար ասենք լինում են ցնցումներ, նախացնցումներ, բայց մինչև գլխավոր երկրաշարժը չի եղել, դու չես կարա հստակ ասես, սա սեյսմիկ ակտիվությունն է, թե սա նախացնցում է։ Գլխավորը ամենաբարձրն Դա է։ լուրջ խնդիր է։ Ամենաուժեղ երկրաշարժը մենք անվանում ենք մայն շոկ կամ գլխավոր ցնցում։ Գլխավոր։ Հա, գլխավոր ցնցում։ Դա բնական ամենաուժեղն է։ Հետո աստիճանաբար մարում է։ Դրանք հետ ցնցումներն են, այսինքն ավտերշոկերն են։ Բայց կա զույգ երկրաշարժի օրինաչափություն։ Օրինակ 23 թվականի Թուրքիայի երկրաշարժը, դուք որ հիշեցիք Մարաշի երկրաշարժերը, առաջինը եղավ 7.8 մագնիտուդ, 6 ժամ հետո եղավ 7.6 մագնիտուդ։ Դա ոնց համարես հետ ցնցում։ Հա, չէ։ Դա փաստորեն գրեթե նույն էներգիայի զույգ ցնցում է։ Սպիտակում եղել է 3 ցնցում։ Սեյսմոլոգները անջատել են 3 ցնցում սպիտակում։ Այստեղ 2 ցնցում։ Նման երևույթ մենք նկատել ենք, գրանցել ենք Իրանի հյուսիս արևմտյան հատվածում ահար քաղաք կա։ Այդ ահարում կա սեյսմիկ օջախ եւ հաճախ այնտեղ լինում են երկրաշարժեր։ Մի քանի տարի առաջ այնտեղ էլ եղավ 6.4 մագնիտուդ։ Հետո մի քանի ժամ հետո 6.2։ Ոնց անվանես հետ ցնցում, ուրեմն դա սա զույգ երկրաշարժի երևույթն է։ Պարոն Պետրոսյան, հաճախ սեյսմիկ ակտիվությունը կապված է հրաբուխների ժայթքման հետ։ Եվ կա այդպիսի կարծիք, որ կարարացան դաշտավայրը պաշտպանված է Արագածի եւ այլ, հա, ասենք լեռների փոքր, այսպես այդ զանգվածի շնորհիվ, որ նա այսպես ծանրությամբ կարծես այդ սալը,
հա, առանձին հատվածը հավասարակշռում է եւ թույլ չի տալիս, որ Արարատյան դաշտավայրի վրա տարածվի ուժեղ ալիքները։ Այդպիսի խոսակցություններ կա բնակչության շրջանում, ասում են, որ Արարատյան դաշտավայրը առավել պաշտպանված է։ Շնորհիվ Արագածի եւ հարակից, հա, հսկա զանգվածների զուտ մասնագիտական վերլուծությունը կուզենա լսել եւ հրաբուխների հետ կապը, հա։ Ճիշտն ասած, ես նման բան չեմ լսել, բայց ես կարամ ավելի կոնկրետ օրինակ բերեմ։ Այս վերջերս Հունաստանի ափերի մոտ Էգեյան ծովում հայտնի այնտեղ կուրորտ կա Սանտորինի։ Դա գիտեմ սպիտակ ներկված, շատ գեղեցիկ։ Սանտորինին դա համարվում է ըստ վիճակագրության միջազգային աշխարհում ամենահաճախելի կուրորտը։ Ուրեմն այդ Սանտորինից մոտապես 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ծովում մեկ այլ կղզու մոտ ավելի փոքր ու քիչ հայտնի վերջերս գրանցվեցին երկրաշարժեր։ Դուք կհիշեք Սանտորինի հայտնի երկրաշարժը վերջերս։ Մի քանի ցնցում էլ հարումը հենց բում Սանտորինի, բայց հիմնական օջախը աշխատեց իմ ասած տեղը։ Ուրեմն հույն եւ հայ հրաբխագետները ես կուզեի նշել մեր երկաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Բարիսի Մելիքսեթյանին, որը գիտությունների դոկտոր է եւ հրաբխագետ է, այ նրա կարծիքով եւ մեր հույն գործընկերների կարծիքով հրաբխագետների կոնկրետ այս սեյսմիկ ակտիվությունը վերջերս եղավ մի քանի ամիս առաջ։ Ես հա կարծում Հիշում եք Սանտորինին, այնտեղ տարհանեցին մարդկանց, ահագին այդ խնդիրներ եղան տնտեսական մարդկանց, ուրիշ կղզիներ թողեցին տները գնացին։ Վերջերս եղավ։ Պարոն Մելիքսեթյանը եւ հույն հրաբխագետները գտնում են, որ տվյալ դեպքում սեյսմիկ ակտիվությունը հարուցված է երկրաշարժի հրաբուխի նախապատրաստմամբ։ Այսինքն պատճառը հրաբուխի, ապագա հրաբուխի նախապատրաստումն է։ Եվ կանխատեսում եղավ, որ մոտավորապես 1.5 տարի հետո կարելի է սպասել այդ տեղանքում ստորջրյա հրաբուխի ակտիվացիա։ Այսինքն մեկը մյուսի հետ կապված է, եւ հրաբուխն է նախանշան, հա, երկրաշարժը փաստորեն հասկանալի է։ Մենք գիտենք պատմական դեպք, երբ հենց նույն Սանտորինի կղզում, այնտեղ 5 կղզի է, հենց 4 հատ է, մեջտեղն էլ այդ գլխավոր կղզին է, փոքրիկ հենց տարածք է, Կիկլոպյան կղզիների շարքում է, առավել հայտնի տեղանքը դա է, այնտեղ եղել է ուժեղ երկրաշարժ 2000 տարի առաջ, որի հետ զուգահեռ ժայթքել է հրաբուխը։ Ու քանի որ կենդանիները շատ անսովոր վարք են դրսևորել, բնակիչները դուրս են եկել, լքել են կղզին, սրանից 2000 տարի առաջ, եւ եղել է հրաբուխ, եղել է երկրաշարժ, որից հետո նրանք վերադարձել են։ Մենք որ գնացինք Սանտորինի, այնտեղ գիտաժողով էր, հույն գործընկերները մեզ ցույց տվեցին, ես էլ էի այդ խմբում, 6 մետր հրաբխային բազալտե նստվածք ա եղել հրաբուխից հետո 6 մետր, ուրեմն այդ երկու հարկանի շենքը, այդ 6 մետրանոց շերտը, գիտեք ինչ, մի բան է, երբ որ դու պեմզա ես պեղում, կամ տուֆ, կամ նման փափուկ ապար, մի բան է, երբ որ բազալտ ես դե պեղում, այդ լրի տարբեր, պեղել էին բազալտի շերտը, եկել էին, հասել էին հին բնակավայրին, որը եղել է երկրաշարժի ժամանակ, եւ այդտեղ ես չէի ասի թանգարան, որովհետեւ փոքր տարածք է, դեռ թանգարանին չեն հասել, բայց ցուցադրության բաներ կան, մեծ տարան ցույց տվեցին, որ 2000 տարի առաջ երկրաշարժից առաջ այդ 6 մետրանոց շերքի տակ ինչ բնակավայրեր են եղել, որտեղ են մարդիկ ապրել եւ ոնց են հրաշքով փրկվել,
շնորհիվ այդ կենթանիների Տարբերություն Պոմպեի բնակիչների, նրանք այո չփոխվեցին։ այո Պետրոսյան, որքանից հայտնի է Հայաստանում գործող հրաբուխներ չկան, բայց որքան է հանքարդյունաբերությունը ազդում երկրաշարժների հաճախականությանը, հավանականությանը, այդ նշեցիք այդ օրինակները բերեցիք Հայաստանի կտրվածքով։ Եվ ես Պաստում էլ են, թե հավել ոչ։ եմ հարցը, եթե թույլ կտակ, խոսակցություններ կա, որ կա այսպես կոչված, արհեստական երկրաշարժ ստեղծելու զինատեսակ։ Այսինքն, արդյոք հնարավոր է ինչ որ զենքի գործադրմամբ ստանալ ուժեղ երկրաշարժ։ Կա չէ խոսակցություններ սպիտակ երկրաշարժի ժամանակ, որ հրահանգ են տեսել, որ հրթիռ է, այսպես ազդանշանային թրջեր, որից հետո երկրաշարժը տեղ ունեցել, լեգենդներ կան, որ դա արհեստացին երևույթ է։ Զուտ ձեր մասնագիտական 1992 թվականից փաստորեն առաջին ամիսներից ծառայության ստեղծման ես աշխատում եմ այնտեղ, եղել եմ գեոֆիզիկայի բաժնի առաջին աշխատողը եւ առաջին վարիչը երկրաֆիզիկայի բաժնի եւ ամեն հանդիպման ժամանակ այդ թեման լրագրողները հարցում են սպիտակ երկրաշարժը բնական էր թե արհեստական էր ես հերթական անգամ ասում եմ որ դա արհեստական երկրաշարժածին արհեստական բնական երկրաշարժը ոչ մի պայթյունի, ոչ մի բանի հետ որևէ կապ չունի։ բնական է, արհեստական չէ։ Բնական է եւ կան մի շարք ապացույցներ, արգումենտներ, որ ես չեմ ուզում հերթական անգամ բերեմ, որպեսզի ձեր ժամանակը Չէ, պետք չէ, ուղղակի խնայեմ։ ձեր կարծիքը Միանշանակ բնական է, դրա մասին եւ խոսվել է եւ գրվել է, ոչ մի արհեստական բան չկա, եկեք արհեստական այնց բաներ չհորինենք էլի։ Բայց հնարավոր է արդյոք, ասենք, չգիտեմ, ինչ որ Տեսականորեն հնարավոր է։ Եթե դուք բացեք խորհրդային տարիներին հրատարակված վայեննի սլավար, այնտեղ sense մի հատ փոքր հոդված կա գեոֆիզическое оружие։ Ու այդ փոքրիկ հոդվածում նշում են մի շարք ձևեր ու պայմաններ, ոչ միայն պայթյուն էլեկտրոնիկայի հետ կապված, ճառագայթման հետ կապված, մի շարք երկրաֆիզիկական մեթոդներ ասեմ, հնարքներ ասեմ, որոնք կարելի է դիտարկել որպես զենք։ Տեսականորեն տենց բան կա։ Ես գիտեմ, օրինակ շենքերը Բայց մի հարց էլ կար, երրորդ հարցն էր։ Հանքարդյունաբերությունը նպաստում է Գիտեք ինչ, ամենաուժեղ երկրաշարժերը դրանք տեկտոնական ծագման երկրաշարժերն են։ Այսինքն երկրակեղևը, երկրագնդի երկրակեղևը բաղկացած է առանձին սալերից, մեծ ու փոքր հիերարխիկ։ Մեծ սալեր կան, որ եվրասիական սալը, որ մի սալը ընդգրկում է եվրոպական եւ ասիական այդ ամբողջ մայրցամաքների Եվրասիա։ Փոքր, մեր մոտ կարաբական սալ, միջերկրական, չէ՞, բազմաթիվ հարավային Ամերիկայում Նասկայի սալը, Թուրքիայում իրանց եւ այլն։ Այդ սալերի շարժման արդյունքում եւ դրանց բախման գոտում լինում են ամենաուժեղ երկրաշարժերը, բայց կան եւ տեխնացին երկրաշարժեր։ Հանքավայրը մշակեցին պարտավորեն ջուր լցնել։ Չեն լցնում։ Ես չգիտեի, որ ջուրը դրա համար են լցում։ Ուղղակի ծածկում են, հետո մի թեթև ցնցում ալենում, նստում է, փլուզվում է, բայց նման երկրաշարժերը, որ մենք անվանում ենք տեխնացին կամ մարդացին, ուժեղ չեն, բարեբախտաբար ուժեղ չեն։ Այդ դուք ասեք, վերադառնանք թեմային ինֆրաձայնային խողովակներ կան, չէ՞, շենքերին այդ ցածր հաճախականության ալիքներով կարողանում են վթարային շենքերը փլել։ Ես այդպիսի տեխնոլոգիա կա, վերևից ներքև խողովակ է անցնում, ինֆրաձայնային, ցածր, ոչ թե ուլտրաձայնային, հաճախականության այդ ալիքները կամաց իրար հան են անում, հիմնական կոնստրուկցիաներ եւ փլուզում են, կա այդպիսի բան։ Միգուցե ես մտածում եմ, միգուցե եւ դրա ավելի ուժեղ տեսակը որպես զինատեսակ կա եւ երբեւե փորձարկվել է։ Լավ, ես կուզենայի մենք նաեւ մի քիչ անդրադառնանք, պարոն Պետրոսյան, Հայաստանի ներկայիս, ձեր ուսումնասիրությունների, օրինակ, որքանով է
մեծ մոտ ժամանակներս ուժեղ երկրաշարժ ձեր գնահատականով, այսինքն ձեր ասելով նկատի ունեմ այն հսկայական ինստիտուտը, որը ներկայացնում եք ի վերջո, որպեսզի հիմա չենք ուզում խուճապ տարածել եւ այլն, բայց այն ամենայնիվ կարծում եմ մեր բնակչությունը այս ինֆորմացիան պիտի իմանա։ Այսօր մենք չունենք հիմքեր, տվյալներ, որպեսզի պնդենք, որ մոտ ժամանակներում Հայաստանում կարող է լինել ուժեղ երկրաշարժ։ Այդ տվյալները չկան, այդ հիմքերը չկան։ Ինչ վերաբերում է խուճապին, մենք ապրում ենք սեյսմավտանգ տարածքում։ Սա մեր հողն է, մեր հայրենիքն է, մենք ոչ միտեղ չենք գնալու եւ որևէ մեկին չենք զիջելու մեր հողը։ Մենք պետք է սովորենք ապրել երկրաշարժի հետ։ Մեր ամենաառաջի թշնամին խուճապն է, որտեղ խուճապը ոչ մի անգամ ոչ մեկին ոչ մի օգուտ չի բերել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք սեյսմիկ ռիսկը։ Սեյսմիկ ռիսկը ասելով ինչ ենք հասկանում, հնարավոր վնասները եւ կորուստները մարդկային, նյութական, ֆինանսական եւ այլը, որոնք կարող են լինել հետագայում հնարավոր ուժեղ երկրաշարժից հետո։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ այն ժամանակ հնարավորինս քիչ դուրժենք, որ ասենք Ճապոնիայի նման ոչ թե մենք դուրս փախչենք շենքից, այլ բռնենք մեր համակարգիչը, որ չընկնի կոտրվի։ Պարոն Պետրոսյան, կենթանիներ նշեցիք, որ ձեր հսկողության եւ վերահսկողության տակ են։ Կնշեք բացի ձկներից էլ ինչ կենթանիներ կա, որ նպաստում եւ օգնում են ձեր աշխատանքին։ Ձկների համար ես ասեմ, որ սեյսմիկ պաշտպանության ծառայությունում կար կենսաբանական լաբորատորիա, որտեղ ակվարիումի մեջ պահում էին ձկներ, դրանք հատուկ ձկներ են, բրազիլական ցեղատեսակի, որոնք մենք Բրազիլիայից ինչ-որ ճանապարհներով առավել զգայուն են երկրաշարժի ժամանակ փոփոխվող երկրի էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ։ Սովորական ձկներ չեն։ Ոչ, սովորական հատուկ ձկներ են։ Եվ ես ձեզ ասեմ, որ երբ որ եղավ Մարտունի երկրաշարժը 1992 թվականի դեկտեմբերի 10-ին Մարտունի քաղաքից ոչ հեռու Հայաստանի Մարտունին 5.0 մագնիտուդ Ռիխտերի սանդղակի երկրաշարժ եղավ 7 բալ ուժգնությամբ։ Մենք առավոտը որ եկանք աշխատանքի, այդ կենսաբանական լաբորատորիայի այդ աշխատողը դուռը բացեց, տեսավ երկու ձկներից մեկը հատակին ընկած չորացել է։ Դուրսացածք է։ Բայց կարևոր ասեմ, ամենալուրջ նախանշանները այն կենթանիներն են, ովքեր ապրում են հողի մեջ, օձերը, նախևառաջ, խլուրդները, գետնի մեջ ապրող ու գետնի վրա ապրող, շները, կատուները, դրանք առաջին հերթին են զգում։ Ասենք թռչունները չեն զգա, որտեղից կան։ Օրինակ եմ ասում էլի։ Ես մի հարց ունեմ, քանի զրույցը շարունակեցիք, խոսում են, որ ուժեղ երկրաշարժների ժամանակ լուսային եւ ձայնային ազդանշաններ են լինում։ Այսպես մի տեսակ, այսպես գվոց է հնչում, հա, դերքից է գալիս այդ ճեղքերից, նույնիսկ լուսային ինչ որ անոմալ երևույթներ են լինում։ Դա տեսիլքներ են, թե իրականում լուսայինը ես չեմ կարող հստակ ասել, բաց որ ձայնային ուղեկցում լինում է, դա միանշանակ դա ինչի ձայնն է, այդ սալերի հապումից, հա, այդ հսկայական ծավալների, դե ասենք եվրասիական սալ, երկու մայրցամաք մի հատ սալ է։ Հասկանալի։ Այդ շարժը, այդ ապարների կոտրատումը, ճռճռոցը, էներգիայի արտամղումը բնական է, այդ աղմուկը կա, այդ կա։ Շնորհակալություն շատ, մենք հնարավորինս երկար զրույց ունեցանք, որքան թույլտակ մի բան ես ասեմ, ուրեմն ես կոչ եմ անում մեր կառավարությանը, ամեն տարի բյուջեն նախապատրաստելիս անպայման գումարներ հատկացնեն,
վթարային 4-րդ կարգի վթարային շենքերի ապամոնտաժմանը եւ բնակիչներին ավելի ապահով տեղ ժամանակավոր տեղափոխելը մինչև կառուցվեն նոր շենքեր եւ որոշակի գումար պետք է հատկացնել առանձին շենքերի ու մուտքերի ամրացմանը որտեղ կա 6 մուտքանի շենք աջափնյակում 3-րդ 4-րդ մուտքերը 4-րդ կարգի վթարային են մյուսները ոչ բնական է այդ ամբողջ շենքը 6 մուտքի բնակիչներին տեղափոխելը հասկանալի է որ դա մեծ ծախսեր են այդ 2 կամ 3 կամ մեծ մուտքերը պետք է ամրացնել ժողովուրդը ասում է ուսիլենի ամրացնել որ շենքերը որ ուղղակի տեն շենքեր կան Արզումանյան փողոցի վրա կա Ֆուչիկի վրա ժամանակին կար որոնք անհուսալի 4-րդ կարգ են իհարկե պետք է քանդել մարդկանց ապահովել գոնե ժամանակավոր կացարանով հետո բան անել եւ երկրորդ հարցը որը ես ուզում եմ ձեր ուշադրությունը դա ապաստանների հարցն է որ ամեն մի շենք պետք է իմանա ուժեղ երկրաշարժ լինի թե հերմեզանից ռմբակոծություն լինի թե որևէ արհավիրքի դեպքում երբ որ մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց բնականները տները իմանան ուր են գնում որտեղ են պատը սպառվում ժամանակավոր մինչև որ կառավարությունը հայտարարի որ արտակարգ իրավիճակը ավարտվել է մարդիկ կարող են վերադառնալ իրենց բնակարանները եւ տները Շնորհակալություն շատ։ Եթե թույլ տաս ես կուզենայի շնորհակալություն հայտնել ոչ միայն ձեր մասնագիտական այս կարևոր վերլուծության եւ տեղեկատվության համար, ինձ համար անձամբ մի շատ կարևոր միտք հնչեց։ Մենք պիտի սովորենք ապրել երկրաշարժի հետ եւ մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ մեր հայրենիքից։ Շնորհակալություն։ Ես ասեմ, որ ավելի սեյսմավտանգ երկրներ կան, նույն Թուրքիայում ավելի ուժեղ երկրաշարժեր են լինում, քան Հայաստանում որովհետև այնտեղ կա 2 խոշորագույն շատ վտանգավոր ակտիվ խզվածք հյուսիսանատոլիականը, արևելանատոլիականը Իրանում ավելի ուժեղ երկրաշարժեր են գրանցվել նույնիսկ Վրաստանում այնպես որ մենք ճիշտ է սեյսմական գոտում ենք գտնվում բայց մեզանից շատ ավելի վտանգավոր տարածքներ երկրներ կան Ճապոնիան Ինդոնեզիան, Ռուսաստանի Կուրիլյան կղզիները, Կամչատկան, Չինաստանը, բայց մարդիկ չեն գնում ոչ միտեղ։ Մի գիտնական գրել էր ուժեղ երկրաշարժից մեկի առիթով, որ ես նկատել եմ, ինքը նկատել է, որ ամենաուժեղ երկրաշարժից հետո բնակիչները միևնույն է վերադառնում են իրանց գյուղը, իրանց քաղաքը ու նորից այդտեղ շենքեր են կառուցում։ Այս երևույթը կա, այս ֆենոմենը կա, ասում ես չեմ կարող բացատրեմ։ Այդ ինչ ուժ է կանչում մարդկանց դեպի իրանց հայրենիք, հողն է կանչում, որ կարան մի քանի անգամ նույն տեղը շենք, շինություն կառուցեն ու ապրեն։ Հարգելի ռադիոլսողներ, մեր հյուրն էր երկրաբանական գիտությունների թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական Սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը, շնորհակալություն որ եկաք, շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցել եւ մենք կարծես հիմա արդեն շատ ավելի բան Կանչենք ավելի շատ բան կիմանաք։ Մենք գրավի ենք ձեզ, շնորհակալություն։